Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր այս տարվա հունվարի 30-ից։ Իշխող խմբակցությունը գլխադասային այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վանիկ Օհանյանի թեկնածությունը։ Հերթական նիստերի շրջանակում գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ ընտրություն։ Ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 64-ը, քվեատուփում առկա էր 64 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Վանիկ Օհանյան կողմ 64, դեմ 0։ Մասնագիտությամբ բժիշկ ստոմատոլոգ Վանիկ Օհանյանը 8-րդ գումարման ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի 4-րդ նախագահն է։ Падգամավորը նախ շնորհակալություն է հայտնում իրեն վստահության քվե տալու համար, ապա անդրադառնում նախորդ իր պաշտոնակիցների թողած աշխատանքային ձևաչափերին։ Որոշակի լավամատույթներ իհարկե պիտի պահպանվեն, մեր գործունեության առանցքը հիմա քիչ ավելի բազմավեկտոր է լինելու, որովհետև նորը ներդրվել առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթը, որը գործում է գիտեք հունվարի 1-ից, եւ մենք մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանք ունենք անելու։ Իսկ առաջիկա անելիքների շարքում Օհանյանն առանձնացնում է հետևյալ ուղղությունները։ Բժշկական օգնության սպասարկման օրենքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք կլինեն, մենք համապատասխան փաթեթի շրջանակներում կատարում ենք աշխատանքներ, տեղերի մասին օրենքում փոփոխություններ կլինեն, որը առողջապահության նախարարության հետ համատեղ մենք մեր աշխատանքի արդյունքում կունենանք ավելի բարենպաստ կիրառելի վիճակ գործնականում։ Պաշտոնը ստանձնելուց հետո հանձնաժողովի նախագահն արդեն անհատական քննարկումներ է ունեցել հանձնաժողովականների հետ, իսկ ընդունելի եւ կիրառելի օրենքներ ունենալու տեսանկյունից Օհանյանը կարևորում է ազգային ժողով կառավարություն փոխլրացված աշխատանքը։